Կին Բադալյան երեք մենք մի շարք ուշագրավ հայտարարություններ լսեցինք Իլհամ Ալիևի կողմից, ըստ էության Ալիևը ասաց, որ նոր դարաշրջան է սկսվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության առումով եւ նաեւ տարանցման արգելքն է ըստ էության վերացնում եւ հիմա Ադրբեջանի սահմանով Ադրբեջանի տարածքով, այսինքն առաջի չափականակ ցորենը Ղազախստանից կհասնի Հայաստան։ Այս իմաստով այսօր լսեցիք նաեւ ձեր ընդդիմախոսների հայտարարությունները, ելույթները, նախ ընդդիմությունը պնդում էր, որ Ադրբեջանը չի գնա խաղաղության, հիմա ասում է, որ հաղթողի դիրքից խաղաղության մասին խոսելը, այո, դա մոտեցում է հստակ եւ այսպես անընդհատ ինչ որ շահարկումներ են բերում, անընդհատ ինչ որ բանից դժգոհ են։ Հիմա էլ ասում են, որ երբ որ այդ ապաշրջափակման տարանցման արգելքը դուրս է գալիս, դա մեզ կախվածության մեջ է դնում Ադրբեջանից, եթե օրինակ Թուրքիան նույնը անի, հետո կախվածության մեջ կընկնենք Թուրքիայից, ինչը շատ վտանգավոր է։ Ինչպես հասկանալ Ադրբեջանից եկող հայտարարությունները եւ ինչպես հասկանալ նաեւ ընդդիմության հայտարարությունները։ Ամեն դեպքում սա դրական քայլ է, թե բացասական։ Նախ ուզում եմ հիշեցնել, որ օգոստոսի 8-ի հռչակագրի ստորագրումից հետո քաղաքական ինչպիսի այսպես քննարկումներ սկսվեցին։ Մենք պնդում էինք, որ դա պատմական փաստաթուղթ է հայ ժողովրդի կյանքում եւ ընդդիմությունը ասում էր, որ սա հերթական կապիտուլյացիան է, որին հաջորդեցին նաեւ բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից հարցազրույցներ, ինչպես նաեւ ասուլիս, որտեղ շատ հստակ նշվեց, որ Հայաստանը այդ փաստաթղթով գնացել է զիջումների եւ դրա փոխարեն ստանալու է ոչինչ։ Հիմա սա հերթական ապացույցն է մեր պնդումներին, որ օգոստոսի 8-ի հռչակագրում նշված բոլոր սկզբունքները եւ նաեւ հուշագրերով կամ այլ փաստաթղթերով հարակից պայմանավորվածությունները ենթակա են կատարման եւ այդպես էլ պիտի լիներ եւ այդպես էլ պիտի շարունակվի, այսինքն մեկ քայլ պիտի անի Ադրբեջանը, մեկ քայլ պիտի անի Հայաստանը եւ ես շատ ուրախ եմ արձանագրել, որ առաջին քայլը արել է Ադրբեջանը։ Ի հեճուկս այն պնդումների, որ Հայաստանը ոչինչ չի ստանալու։ Ինչ վերաբերում է կախվածություններին, ուզում եմ հիշեցնել Նիկոլ Փաշինյանի կողմից բազմիցս արտաբերված խոսքը, որ մեր հաջողության գրավականն է մեկ կախվածությունը փոխարինել բազմաթիվ կախվածություններով։ Վարչապետը այս մասին խոսել է նաև ազգային ժողովի ամբիոնից։ Այսինքն, երբ որ դու այնուամենայնիվ ունես կախվածություն, բայց այդ կախվածությունն էլ ես դիվերսիֆիկացնում, այդպիսով դու ձեռք ես բերում ազատություն։ Հիմա ինչ է պնդում մեր ընդդիմությունը, մասնավորապես մեր դաշնակցական գործընկերները, ասում են, որ Ադրբեջանը, երբ որ բացում է ճանապարհ, մենք ընկնում ենք Ադրբեջանից կախվածության մեջ, որովհետև այդ ճանապարհը ամեն վայրկյանի կարող է փակվել։ Մենք այսօր ունենք տարանցիկ առևտրի համար միայն մեկ ճանապարհ, որն էլ ըստ քաղաքական իրավիճակի, ըստ աշխարհաքաղաքական իրավիճակի եւ ցանկացած պահի կամ փակվում է, կամ բացվում է, կամ ստեղծվում են մեզ համար խնդիրներ, կամ չեն ստեղծվում։ Եվ առողջ տրամաբանությունը հուշում է, որ մի քանի նման ճանապարհ ունենալը քեզ տալիս է ավելի մեծ հնարավորություններ եւ կարծում եմ սա նույնիսկ երկար քննարկելու կարիք չկա։ Բոլորի համար էլ արդեն շատ վաղուց պարզ է, որ նույնիսկ եթե մենք երկնքից աստղեր բերենք, այսօրվա մեր ընդդիմությունը, մասնավորապես խորհրդարանական ընդդիմությունը, պիտի անընդհատ փորձի այդտեղ գտնել ինչ-որ վտանգավոր, հատկապես ազգային ինքնությանը վտանգ սպառնացող ինչ-որ մի երևույթ եւ պետք է ուղղակի ժպտալ ու անցնել առաջ։ Ես ուրախ եմ, շնորհավորում եմ մեր բոլորին, որ մենք մեզ բոլորին շնորհավորում եմ մեզ բոլորիս, որ մենք արդեն ունենք արձանագրված փաստ եւ վստահ եմ, որ այդ փաստերը իրար հաջորդելու են, փաստեր, որոնք ապացուցում են, որ խաղաղությունը արդեն հաստատված է։ Կին Բադալյան, առաջիկայում նման դրական ազդակներ կարող են ակնկալել նաև Թուրքիայի կողմից եւ կամ սահմանի բացում երրորդ երկրների քաղաքացիների դիվանագիտական անձանց համար, կամ ինչու՞ չէ, նաև այդ տարանցման հնարավորություն նաև Թուրքիայի միջոցով մենք կարող ենք ակնկալել նաև նման լուրերի, որովհետեւ մենք գիտենք, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի այդ քաղաքականությունը այդ իմաստով շատ մոտ է եւ Թուրքիան էլ չի թաքցնում, որ կարգավորումը Հայաստանի հետ հարաբերությունների ուղիղ կապ ունի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ։ Հիմա սա որևէ ազդակ կարող ենք համարել, որ շուտով նաև Թուրքիայից կունենանք նման հայտարարություններ եւ կամ գործողություններ։
Ես հուսով եմ եւ ուզում եմ հիշեցնել, որ տևական ժամանակ է մենք այդ ուղղությամբ բանակցում ենք եւ նաեւ վերադառնալով ձեր նախորդ հարցին, լրացնելով այն պատասխանը, թե մեր ընդդիմությանը եւ թե մեր հայրենակիցներին ուզում եմ հիշեցնել, որ Թուրքիան ինքն է փակել Հայաստանի հետ սահմանը եւ այդպիսով մեզ գցել կախվածության մեջ եւ տնտեսական շրջափակման մեջ եւ Հայաստանի շահերից է բխում առաջին հերթին այդ սահմանի բացումը եւ այստեղ ընդդիմության կողմից ցանկացած պատճառաբանություն, թե ինչու պիտի սահմանը չբացվի, ինչը գրեթե պարզ այսօր հայտարարեցին, որ կողմ են, հա, ապա շրջափակման ներողություն, դեմ են ապա շրջափակմանը Հայաստանի Հանրապետության, դա էր հիմնական կարմիր թելով գնում։ Կարծում եմ, որ այնուամենայնիվ այս բանակցությունները, այս երկարատև տևական աշխատանքը իր հաջողությունները անպայման կունենա։ Տիկին Բադալյան, վերադառնանք նաև ներքաղաքական հարցերի եւ ներքաղաքական զարգացումների։ Գյումրիում ձերբակալվեց կամ կալանավորվեց քաղաքապետը, դուք տեսաք այդ տեսարանները, այդ օրը ամբողջ ուշադրությունը կարծես սևեռված էր Գյումրու վրա, քաղաքապետի վրա։ Ամեն դեպքում մի կողմ թողնելով քննչական կոմիտեի այդ հաղորդագրությունները, նաև տարածված ձայնագրությունը, հիմա անդիմությունը պնդում է, որ սա քաղաքական հետապնդում է, Վարդան Ղուկասյանը քաղաքական հալածյալ է եւ ձեր իշխանության օրոք բոլոր ընդդիմադիր համայնքապետերը, քաղաքապետերը, այսպես ասած, այս ճակատագրին են արժանանում։ Հիմա Վարդան Ղուկասյանը քաղաքական հալածյալ է, թե սա իրավական process է։ Մի քիչ դժվարանում եմ պատկերացնել Վարդան Ղուկասյանին որպես քաղաքական հալածյալ, որովհետև կարծում եմ, որ մեր ժողովուրդը շատ լավ հիշում է, որ նույն գյումրեցիները շատ երկար հալածվել են հենց Վարդան Ղուկասյանի կողմից եւ շատ զավեշտալի էր տեսնել, թե ինչպես կգտնվեն գյումրեցիներ, որոնք ձայն կտան Վարդան Ղուկասյանի եւ ինչպես կգտնվեն քաղաքական գործիչներ, որոնք տարբեր քաղաքական այսպես վարժությունների արդյունքում կկարողանան նրան դարձնել քաղաքապետ եւ հետո էլ քաղհալածյալ եւ քաղբանդարկյալ, ինչպես որ նրան բնորոշում են, կա հանցագործություն, ենթադրյալ հանցագործություն եւ կա ենթադրյալ հանցագործ, այսինքն այս մասին վստահ կարող ենք ասել, երբ որ արդեն կլինի վերջնական դատավճիռ եւ բնականաբար ամեն հանցագործ պիտի կրի իր պատիժը եւ այստեղ քաղաքականության մասին խոսք լինել չի կարող։ Ակնհայտ է, չէ, որ կա կաշառք։ Ակնհայտ է, որ նույնիսկ ձայնագրության մեջ խոսում են եկեղեցու պարտք գումարների մասին, որ պիտի Վարդան Ղուկասյանը վճարի, Վարդան Ղուկասյանին ձերբակալելու ընթացքում եկեղեցու զանգերն են ղողանջում, ինչը Դե նա հավատացյալ է։ Սարսափ, այսինքն յուրաքանչյուր հավատացյալի խնդիր ունենալու դեպքում արդյոք ղողանջում են մեր եկեղեցու զանգերը, թե միայն Վարդան Ղուկասյանն էր որդին զավակ այդ եկեղեցու, շատ տարօրինակ է իհարկե այս ամենը եւ ինչ վերաբերում է այն լրագրողներին կամ այն քաղաքական գործիչներին, որոնք Վարդան Ղուկասյանին համարում են քաղբանդարկյալ, մեկ անգամ ասել եմ եւս մեկ անգամ եմ ուզում կրկնել, եթե Վարդան Ղուկասյանը քաղբանդարկյալ է, ապա այդ քաղաքական գործիչների համար քաղաքականությունը սկսվում եւ ավարտվում է կաշառքով։ Դա է իրենց քաղաքականությունը։ Ուրեմն քաղաքականությունը կաշառքն է, որ եթե կաշառքի վրա բռնած մարդուն պատասխանատվության է փորձում ենթարկել, ուրեմն նա քաղբանդարկյալ է։ Մի քիչ պիտի կարողանալ ճիշտ կողմնորոշվել այսպիսի իրավիճակներում եւ հայտարարություններ անելուց առաջ երկու անգամ մտածել, Գյումրեցին Վարդան Ղուկասյանին կամ ցանկացած անհատի ընտրել է մի բանի համար, որպեսզի իր համայնքի կյանքը կարողանա լավագույնս կազմակերպել, ոչ թե կաշառք վերցնել, ոչ թե տարբեր գործարքների մեջ մտնել, առավել եւս ոչ թե հայտարարել, որ շամբուրդի են նրանք, ովքեր դեմ են միութենական պետությանը։ Վարդան Ղուկասյանի մեղքերը չեն սահմանափակվում միայն այդ մեկ դրվագով, բավականին շատ են Վարդան Ղուկասյանի մեղքերը եւ կարծում եմ, որ հետաքննությունը բավականին հետաքրքիր տեղեկություններ մեզ ընթացքում կհաղորդի։ Ամեն դեպքում Վարդան Ղուկասյանի հայտարարությունը մեջ բերեցիք։ Վարդան Ղուկասյանը ինքն էլ է պնդում, որ հենց այդ հայտարարությունից հետո, որին հետևեց վարչապետի հայտարարությունը, որ նման արտահայտություններ անող մարդիկ պիտի քաղաքական դաշտից դուրս շպրտեն, ըստ էության դա արդեն ցուցում էր իրավապահ համակարգին եւ նաեւ Վարդան Ղուկասյանը խոսում էր
այն մասին, որ իրեն կյանքին է անգամ վտանգ սպառնում, այսինքն այս շահարկումներն էլ կան, որ վարչապետը ուղղորդել է իրավապահ համակարգին եւ այստեղ հենց այդ հայտարարության ետևից է գնացել։ Դուք նման միտում տեսնում եք։ Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության դեմ ցանկացած ոտնձգություն եւ հայտարարություն կոչ հետապնդվում է օրենքով եւ ենթադրում է պատասխանատվություն։ Ենթադրում է լրջագույն պատասխանատվություն։ Հայաստանի Հանրապետության վարչապետը ճիշտ արտահայտություն է արել, ինչի հետ վեճ չի կարող ունենալ Հայաստանի Հանրապետության պետականությունը, ինքնիշխանությունը գնահատող եւ դրա մասին հոգ տանող որևէ քաղաքացի չի կարող դրա հետ վեճ ունենալ։ Հրահանգ սա համարել կամ սա համարել ցուցում եւ ես կարծում եմ եւ հուսով եմ, որ իրավապահ մարմինները իհարկե կաշառքի թեմայով, որովհետև դա էլ է առկա, ինչպես միշտ եղել է Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման նախկին տարիների ընթացքում, այնպես էլ բացառություն չի այս ընթացքը, հետաքննելուց զատ նաև այդ հայտարարությունը, այդ վտանգավոր եւ ես կարող եմ այն կոչել նաեւ դավաճանական հայտարարությունը եւս կդարձնեն քննարկման առարկա, քննության առարկա եւ եւս դա կունենա հետևանքներ, որովհետեւ նման կոչերը չի կարելի անհետևանք թողնել, անհետևանք թողնելու արդյունքում է այն իրականությունը, որը մենք ունենք այսօր, այսինքն այն թե ահաբեկչության փորձերը, թե Հայաստանի պետականության նկատմամբ ոտնձգությունները, որոնք պարբերաբար ոչ միայն կոչերի տեսքով իրականություն են դառնում եւ իր մեջ ներառում են շատ ավելի լայն շրջանակ, ընդհուպ մինչեւ եկեղեցու ներառվածություն կամ եկեղեցու որոշ հոգեվորականների ներգրավվածություն, նման հակապետական գործընթացներին եւ կարծում եմ, որ Վարդան Ղուկասյանի այդ հայտարարությունից սկսած արդեն օրենքը պիտի գործի մնացած բոլոր պետականության դեմ հայտարարությունների վրա։ Տիկին Բադրյան, քանի որ պարբերաբար խոսում ենք նաև եկեղեցու մասին եւ եկեղեցու ներգրավվածության, ինչու՞ չէ այդ զանգերը հնչեցնելու մասին, երեք մայրաթորից հայտնեցին, որ կարգալույծ է արվում Տեր Արամը եւ նաեւ հաղորդագրության մեջ նշված էր, որ Տեր Արամը իր հայտարարությամբ, իր հայտարարություններով, այսպես ասած, վարկաբեկել է մայրաթոռը, թեմակալ առաջնորդին։ Այստեղ քաղաքական ենթատեքստ տեսնում եք, թե չէ, որովհետեւ մենք տևական ժամանակ է հետևում ենք եւ տեսնում ենք, թե ինչպիսի վերաբերմունք կա Տեր Արամի նկատմամբ եւ հանրայինի հարցազրույցից հետո ըստ էության նրան արդեն հուդա էին որակում։ Շատ լավ պատասխանեմ այս հարցին, շատ տարօրինակ է, որ մեր եկեղեցական այդ ժողովը չի նկատել, որ եկեղեցական կանոնադրության խախտումը, որ ներգրավվածությունը քրեա օլիգարխիկ, այսպես կլանի մեջ եւ Աստծո բոլոր պատվիրանները խախտելը եւ ընթացքում քրիստոնեության, քրիստոնեական արժեքներից դուրս գործելը չի վարկաբեկում եկեղեցուն եւ եթե կա այնտեղ քահանա, ով իր կարծիքն է արտահայտել կամ եկեղեցուն ներսում տեղի ունեցող այդ ամբողջ խարդավանքների մասին ակնարկել է կամ գուցեև պարզ ասել է, վարկաբեկում է եկեղեցուն։ Կարծում եմ հայ ժողովրդի համար շատ վաղուց պարզ է, ոչ թե վերջին տարիներին, այլ էլի եմ ուզում հիշեցնել, որ կար նաեւ նման շարժում, որովհետեւ ժողովուրդը հոգնած էր արդեն այս ամբռնազբոս պահվածքից հայ եկեղեցահո բարձրաստիճան հոգևորականների եւ կար նոր հայրապետ, նոր Հայաստան, նոր հայրապետ շարժում, որը մեզ հետ որևէ կապ չուներ, դա կրկին ինքնաբուխ, այսպես շարժում էր, որը որ կիսատ մնաց եւ կարծում եմ, որ այստեղ մի լուծում կա, որպեսզի չվարկաբեկվի եկեղեցին, ինչպես որ նշել են, հայտարարության մեջ մի լուծում կա։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 2021 թվականին պատերազմից հետո 44-օրյա պատերազմից հետո, երբ որ Հայաստանի Հանրապետության վարչապետը շատ լավ գիտեր եւ մենք էլ շատ լավ գիտեինք, որ այդ անխուսափելի պատերազմի ելքն էր գրեթե անխուսափելի, բայց ամեն ինչ արել էր Հայաստանի Հանրապետության վարչապետը, որպեսզի այդ ելքը չունենա պատերազմը։ Քաղաքական թիմը, ինչպես նաեւ ամբողջ հայ ժողովուրդը
կյանքի գնով ամեն ինչ արել էր այն հույսով, որ այս ելքը չի ունենալու պատերազմը, այսինքն այստեղ մեղավոր կարգել մեկ մարդու հնարավոր չէ, այդպես ստացվեց։ Ինչ որ հանգամանքների բերումով կամ մի խոսքով թողնենք սա, վարչապետը շատ լավ իմանալով, որ ինքը իրենից հասանելիք ամեն ինչ արել է, բայց միևնույն է, ժողովրդի մեջ կա խնդիր եւ կա պահանջ եւ կա լարվածություն եւ կան ներքին բախումների վտանգ, վարչապետը հրաժարական տվեց, հստակ իմանալով, որ կգա ժամանակ եւ բոլորը կպարզեն, որ այնուամենայնիվ ի հեճուկս նրան, որ իրեն դավաճան են անվանում, բայց ինքը հնարավոր ամեն ինչ արել է, որպեսզի այսպես չլինի։ Կգա պատմությունը կամ տարիները ժամանակի ընթացքում կպարզեն, բայց այդ ներքին գժտությունից խուսափելու համար մենք գնացինք այդ քայլին եւ հրաժարական տվեցինք եւ վերընտրվեցինք։ Հիմա ինչ է գնում կաթողիկոսից, որպեսզի այս ամբողջ լարվածությունը, որտեղ եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը արդեն պառակտվել է նաեւ ժողովրդի մեջ, ոչ միայն եկեղեցու ներսում։ Եվ շատ լավ հասկանալով, շատ լավ իմանալով, որ արհեստականորեն մինչև կյանքի վերջ հնարավոր չի ծածկել այդ մեղքերը, բոլոր թաքցնել այդ մեղքերը, եւ լուծումը այստեղ մեկն է՝ հրաժարական տալը։ Եվ եթե ժողովուրդը կամ նույն հոգևորականները կգտնեն, որ սխալվել են կամ եւս մեկ շանս են տալիս, գուցե այդ շանսը տան, ինչ որ ֆորմատով, ինչ որ մի տարբերակով։ Բայց այստեղ դրա միակ լուծումը սա է։ Այլապես եկեղեցու բարի համբավը չի վերականգնվում նրանով, որ իրենք կարգալույց են անում, օրինակ Արամ քահանային կամ, չգիտեմ, հայտարարություններ են տարբեր տարածում, որովհետև մեր եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների մի հատված արդեն այն աստիճան է թաթախված քաղաքականության մեջ, եւ դա արդեն այն աստիճան ցինիզմի է հասել, որ քրիստոնեական արժեքին հակասող մի գողացիր, հա, պատվիրանին հակասող գործողություն կատարած պաշտոնյային, երբ որ գնում են բռնելու եւ պատասխանատվության ենթարկելու, եկեղեցու զանգերը ղողանջում են։ Այս աստիճան աբսուրդի ենք մենք հասել։ Եվ այստեղ այլևս այլընտրանք եւ որևէ այլ լուծում չկա, քան հանձնվելը եւ ասելը, որ այո, մենք գնալով խորացնում ենք Քրիստոսի պատվիրանների չկատարելը, հա, ժողովրդի մեջ, արժեզրկումը, Քրիստոսի պատվիրանների արժեզրկումը գնալով խորացնում ենք մեր գործունեությամբ, եւ քանի որ մենք մեր առաքելությունն է ծառայել Աստծուն, եւ արդեն այնքան ենք թաթախվել մեղքերի մեջ, որ էլ չենք էլ կարողանում հետ բերել այդ արժե համակարգը, ժամանակն է մեր հեռանալուն եւ թույլ տալու, որ ավելի մաքուր, ավելի նոր, ավելի ազնիվ հոգևորականները կարողանան ուղղել են սխալները, որոնք գործվել են ինչ-ինչ հանգամանքներով տարիների ընթացքում, որտեղ վերջերս կարդացի, որ ինչ որ մի էլի բարձրաստիճան հոգևորական ասում էր, որ այս պայքարի ընթացքում ինքը պատրաստ է նաև խաչվելու եւ պատրաստ է իր կյանքից զրկվելու։ Ինչ պայքարի։ Ռոբերտ Քոչարյանի գումարները պահելու համար, այսինքն չէ, հիմա մեր ձևով շարժման աջակիցներ են դարձել։ Սամվել Կարապետյանի ֆինանսական հարցերը լուծելու համար, Վարդան Ղուկասյանի կաշառքները կամ մնացած բոլոր այն նախկին խնդիրներն ու հանցագործությունները պահելու եւ պահպանելու եւ սերունդներին փոխանցելու համար, ինչի համար եք դուք խաչվում, հարգելի բարեկամներ, որովհետեւ այստեղ սա պայքար չի եկեղեցու եւ իշխանության մեջ, սա պայքար է կլանային համակարգը եւ նաեւ այլ այն որ կարող եմ չասել, բայց բոլորը հասկանան, մեկ այլ պետության շահերը այստեղ գերակա դարձնելու եւ Հայաստանի Հանրապետության պետականությունը վտանգի ենթարկելու համար։ Տիկին Բադալյան, դուք ասացիք, որ մեկ լուծում կա եւ այդ լուծումը այն է, որ կաթողիկոսը պիտի հեռանա, բայց մենք նաեւ որոշ հոգեվորականներ վերջին օրերին հրապարակված ձայնագրությունը նաեւ հաշվի առնելով, որտեղ ըստ էության նախկին գավազանակիրը Նաթան arczepiskoposին ասում է, որ կաթողիկոսը իրեն ստիպել է, հորդորել է, որ մորդ վերցրու գնա Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցերին մասնակցի եւ այդ պահանջը չկատարելու համար իր համար դիսկոմֆորտ է ստեղծել, վերջում էլ կարգալույց է արվել այդ
նախկին գավազանակիրը, ըստ էության որոշ հոգևորականներ ասացին, որ իրավապահ համակարգը եթե գնա կաթողիկոսի ետևից, դա կլինի սրբությունների վրա ձեռք բարձրացնել, եթե կաթողիկոսին կալանավորեն, իրենք կաթողիկոսարանը կտեղափոխեն տվյալ կալանավայր եւ հավատացյալ հոտը կհավաքվի այնտեղ եւ այսպես շարունակ, այսինքն կաթողիկոսը մենք տեսնում ենք, որ ոչ միայն չի պատրաստվում հեռանալ, այլ նաեւ որոշ հոգևորականներ ասում են, որ եթե անգամ կաթողիկոսին կալանավորեն, մենք կալանավայրը կվերածենք կաթողիկոսարանի։ Հիմա ամեն դեպքում դուք ինչ եք կարծում, լուծումը ինչպիսին պիտի լինի եւ նաեւ Տեր Արամը, որ շարունակում է ծառայել եկեղեցում եւ հայտարարել է, որ Կիրակի օրը պատարակ է մատուցելու, ինչ լուծում սպասել եւ ինչ քայլերի սպասել նաեւ։ Տեսեք, ես եկեղեցու եւ քրիստոնեությանը ծառայող որևէ անհատի հոգևորականի չեմ ուզում անդրադառնալ, որովհետեւ այս բոլոր քայլերը համակարգային, ստեղծված խնդրի հետևանքներ են։ Ես կարծում եմ, որ այդ հոգևորականը, որը այդ արտահայտությունը արել է եւ ասել է, որ կտեղափոխենք կալանավայր կաթողիկոսարանը եւ հոգևոր հոտն էլ մեր կողքին կլինի, կարծում եմ պիտի ուշադիր լիներ, որ իրենց երկրպագած մեր ձևով շարժումը, երբ որ ուխտագնացություն հայտարարեց դեպի վեհարան, արդյոք հոգևոր հոտը կամ ամբողջ հայ ժողովուրդը միացավ այդ ուխտագնացությանը։ Միացավ։ Պիտի նայեն մարդկանց քանակին եւ պիտի հասկանային, որ այն ինչը իրենք փորձում են թաքցնել սրբության քողի հետևում եւ կարծում են, որ կաթողիկոսին դիպչելը անկախ նրանից նա հանցանք գործել է, թե չի գործել, նա իրականում արժանի է այդ առաքելությանը կամ պաշտոնին կամ այն կյանքի ուղում, որ ինչ-ինչ պայմաններում որում հայտնվել է, պիտի մի հատ մտածեն, արդյոք իրոք ժողովուրդը հոգևոր հոտը, ինչպես իրենք են անվանում, իրենց կողքին կանգնած է, թե ոչ, որովհետև սա պայքար չէ եկեղեցու դեմ։ Մեր կողմից սա պայքար է եկեղեցին արատավոր երևույթներից մաքրելուն։ Եվ կարծում եմ, որ ժողովրդի լայն հատվածի հետ այդ կոնսենսուսը կա։ Հանած ընդդիմադիր, մեր ձևով շարժման ներկայացուցիչներ, որոշ քաղաքական ուժեր, որոնց բոլոր քայլերի շարժառիթները շատ վաղուց բոլորի համար պարզ են։